Պուտինը պատրաստվում է Թեհրան գնալ դիվանագիտական այս խառը անցուդարձի պայմաններում, երբ Կիևի հետ բառացիորեն վաղը Ստամբուլում հանդիպման խոսք է գնում ու ընդհանուր առմամբ արևմուտքի հետ հարաբերությունները պարզելու ակտիվ երկխոսության փուլ է։ Թեհրանը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պաշտոնական Իրանն է հաստատում։ Ժամկետների ու օրակարգի մասին կողմերը լռում են։ Այն, որ 2025-ին Պուտինի այց է նախատեսված Թեհրան, դեռ ապրիլին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում բանակցություններից հետո էր ասել, որն է այցի նպատակը, կողմերը փոխադարձաբար ժամացույցներն են ստուգելու։ Քաղաքագետն է ասում, Իրանը չի կարող լուսացքում մնալ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների այս փուլում, որովհետև բացի ռուս-ուկրաինական ճակատից այս կողմերը պարզելու այլ հարցեր էլ ունեն։ Խնդիրը միայն Ուկրաինան չէ, Ռուսաստանի եւ արևմուտքի միջև այդ գլոբալ առճակատման մի քանի թեժ օջախներ կան, որոնցից մեկն է Իրանն է, Հարավային Կովկասն է։ Ես կարծում եմ Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ վերաբերմունք է ունենալու արևմուտքը միջին միջանցքի հետ կապված, Իրանի հետ կապված, կենտրոնական Ասիայի հետ կապված, ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Քաղաքագետը այս մեծ գործընթացի հետ է կապում նաև հայ-ադրբեջանական խաղաղության պրոցեսի դանդաղումը, պարզ է բացատրում։ Ռուսաստանի ու հավաքական արևմուտքի երկխոսությունից է կախված, ում ազդեցության գոտին կլինի Հարավային Կովկասը, եւ հետեւաբար նաև ում ձեռքին կլինի Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ղեկը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան ոչ Ադրբեջանի իշխանությունների կամքից է կախված, ոչ էլ առավելևս Հայաստանի իշխանությունների։ Խնդիրը միայն Ուկրաինան չի, ուկրաինական բանակցությունները միայն այդ հարցը չի լուծվելու։ Այդ բանակցությունների ընթացքում մեծ հաշվով որոշվելու է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Այսօր Ռուսաստանի ազդեցության գոտին նախկին խորհրդային ողջ տարածքն է, Մերբացյան հանրապետությունից բացի, եւ արդյոք արևմուտքը դա ընդունում է։ Եթե արևմուտքը դա ընդունում է, ուրեմն Ռուսաստանը կոշտ քայլերով վերադարձնելու է իր ազդեցության գոտի ամբողջ Հարավային Կովկասը եւ բնականաբար սկսելու է մեզանից շատ կոշտ քայլերով։ Միանշանակ ենթադրությունների համար խառը ժամանակներ են, ասում են փորձագետները, բայց նաև հավելում վճռորոշ փուլ է։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։